2025 թվականի մայիսին Ռուսաստանի դաշնային բյուջեի նավթագազային եկամուտները կրճատվել են 35.4%-ով, 793.7 միլիարդից հասնելով 512.7 միլիարդ ռուբլու։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը։ Նվազման հիմնական պատճառներից է համաշխարհային հումքի գների անկումը։ Եթե մարտին եւ ապրիլին եկամուտները գերազանցել էին 1 տրիլիոն ռուբլին, ապա մայիսին դրանք կրկնակի անկում են գրանցել։ Հունվար-մայիսին ընդհանուր ցուցանիշը կազմել է 4.24 տրիլիոն ռուբլի, 37.4%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը չի բացառում պետական բյուջեի կանոնում փոփոխություն, ազգային բարեկեցության հիմնադրամից միջոցների օգտագործման սահմանային գնի վերանայմամբ։ Ներկայումս այդ շեմը սահմանված է $60 1 բարելի դիմաց։ Վերջին 24 ժամում Գազայի հատվածում Իսրայելի օդային եւ ցամաքային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, եւս 440-ը վիրավորվել են։ Այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Իսրայելի բանակը նախազգուշացրել է Սովի եզրին գտնվող պաղեստինցիներին հեռու մնալ դեպի ամերիկյան աջակցությամբ գործող Gaza Humanitarian Foundation-ի օգնության բաշխման կետերից պաշտոնական հաղորդագրության այս կետերը մի ամբողջ օր փակվելու են վերակազմակերպման եւ արդյունավետության բարձրացման աշխատանքների համար։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը պատրաստվում է քվեարկել հրադադարի եւ մարդասիրական մուտքի պահանջով բանաձևի շուրջ, սակայն սպասվում է, որ ԱՄՆ-ն կրկին կօգտագործի վետոյի իրավունք փոխանցում է Al Jazeera-ն։ Հոկտեմբերի 7-ից սկսած պատերազմում Գազայի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է առնվազն 54.607 պաղեստինցի, վիրավորվել 125.341-ը։ Իսրայելում զոհերի թիվը 1139 է, ըստ Իսրայելի տվյալների Համասի հարձակումների հետևանքով ավելի քան 200 մարդ առևանգվել է։ ԱՄՆ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները վերածվել են ֆարսի եւ միակ կողմը, որն իրականում ձգտում է խաղաղության Ռուսաստանն է։ Սա պարզապես ֆարս է, միակ կողմը, որ ցանկանում է խաղաղություն Ռուսաստանն է։ Ուկրաինայի ղեկավարությունն ակնհայտորեն չի ուզում դա։ Նրանք ղեկավարում են գերեզմանոց, երկրում այժմ ապրում է 2022-ի բնակչության կեսից պակասը, նշել է Մակգրեգորը իր YouTube-յան ալիքում։ Նրա կարծիքով Կիևի գործողությունները միտված են նրան, որ համոզեն ԱՄՆ-ին ներկայիս ուկրաինական վարչակարգը դեռ աշխատում է։ Նա հավելել է, որ թե Արևմուտքը, թե Ուկրաինան չեն ցանկանում ընդունել իրականությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայացել էր ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել էր ընդամենը 1 ժամ։ Կողմերը ներկայացրել էին հրադադարի վերաբերյալ միմյանց առաջարկները եւ համաձայնության եկել գերիների փոխանակման հարցում։ Ուկրաինայի իշխանությունները չեն քննարկում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, քանի որ դա կհանգեցնի երկրի նկատմամբ վերահսկողության կորստի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը փոխանցում է TASS-ը։ Նա ընդգծեց Կիևի մերժումը ընդունելու բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ժամանակավոր հրադադարի առաջարկը։ Իրավիճակը մեզ ցույց է տալիս, որ այսօրվա Կիևի ռեժիմը բացարձակապես խաղաղության կարիք չունի, նրա համար խաղաղության հաստատումը կնշանակեր իշխանության կորուստ եւ թվում է, թե իր դիրքերի պահպանումն ավելի կարևոր է ուկրաինական ղեկավարության համար, քան քաղաքացիական բնակչության բարեկեցությունը, որոնց նա հավանաբար չի ընկալում որպես իր սեփական քաղաքացիներ, ընդգծել է Պուտինը կառավարության նիստում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունն այսուհետ եւս անվերապահորեն կաջակցի Ռուսաստանի Ուկրաինայի իրադրության եւ այլ հարցերում։ Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կառավարությունն այսուհետ էլ անվերապահորեն կպաշտպանի Ռուսաստանի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը, բոլոր լուրջ միջազգային քաղաքական
ռազմական հարցերում առաջին հերթին Ուկրաինայի շուրջ կորեա-ռուսական միջպետական պայմանագրի հոդվածները պահպանելու պատասխանատվությամբ հաղորդում է գործակալությունը։ Գործակալության տվյալներով հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության, հետագա ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխհամագործակցության հարցեր։ Բացի այդ, տեղի ունեցել երկու երկրների կարծիքների լայն փոխանակում, Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման եւ միջազգային ու տարածաշրջանային իրադրության շուրջ եւ հաստատվել է դիրքորոշումների լիակատար համընկնում, հաղորդում է գործակալությունը։ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի վրեժ լուծել Ուկրաինայի Սարդոստային Պուտինի համար խորաման գործողության համար, որը լուրջ հարված է հասցրել ռազմական ավիացիայի ռուսական բազաներին։ The Moscow Times-ին ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ռուսաստանը միանշանակ պատասխան գործողություններ կձեռնարկի, հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ անանունության պայմանով։ Նրա խոսքով դա կարող է ներառել Ուկրաինայի տարածքում էլ ավելի զանգվածային ավիահարվածներ։ Նա հավելել է, որ լրացուցիչ տեղեկություններ ունի պատասխան գործողությունների Մոսկվայի հնարավոր նախապատրաստությունների մասին, սակայն հրաժարվել է մանրամասն հայտնել։ Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վնասել ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ, հայտնել է աղբյուրը։ Նա չի հաստատել արդյոք գաղտնի գործողության նախապատրաստման ժամանակ օգտագործվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական տվյալները Մոսկվայի կողմից էսկալացիայի վտանգ միշտ կա, ամփոփել է նա։ Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հանդիպման առանցքային թեմաներն են արդյունաբերության, մասնավորապես ծանր մեքենաշինության ոլորտում համագործակցությունը, օդային երթևեկության ազգային համակարգերի ներդաշնակեցումը, առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրումը, միջսահմանային համագործակցությունը, ԱՊՀ երկրներում ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրադրության վերահսկման միասնական համակարգի զարգացումը։ Այս իշխանության առջև խնդիր է դրվել դրսից Ադրբեջանից եւ Թուրքիայից քանդելու միակ եւ հաստատուն հաստատությունը, որը դարերով կանգուն է եղել։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով Ռուսաստանի ճնշմամբ կաթողիկոսը հրաժարական կտա։ Եվ կաթողիկոսը ինքը հեռանար հանուն նրա, որպեսզի փրկվեր եկեղեցին, որտեղ ակնհայտ է, որ իր դեմ կան կոմպրոմատներ։ Ակնհայտ է, որ առանձին եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների դեմ կան կոմպրոմատներ։ Լավ, ենթադրենք կան այդ կոմպրոմատները, եթե դրանք ջրի երես չելնեին կամ այդ չդառնային թիրախային, կարելի էր դրանց հետ մի կերպ ապրել, որտեղ այս դարում սրբակյաց եւ իրականում սուրբ մարդիկ շատ քիչ են եւ լավ չի, որ այդպես է, բայց հիմա կարելի էր մի կերպ համակերպվել դրա հետ հանուն այսպես կառույցի անսասանության։ Բայց հիմա երբ դա թիրախավորվում է եւ օգտագործվում է որպես գործիք եկեղեցին քանդելու, եկեղեցին պիտի արագ ինքը ինքնամաքրվի, մաքրի իրենք հասկեղային բջիջներից, որպեսզի դա չդառնա այսպես բռնելու կետ իշխանության եւ թշնամու համար քանդելու եկեղեցին եւ հետեւաբար քանդելու վերջին ազգային ինստիտուտը։ Բայց դա չի արվում եւ դա չի արվելու։ Փոխարենը մենք լսում ենք մեկից մյուսը հիմար պատասխաններ, հիմար արդարացումներ եւ այս գործընթացը ցավոք սրտի շարունակվելու է։ Սա հանգեցնելու է նրան, որ եկեղեցուն ներսում բարեփոխման չկամության համառության եւ նաեւ անդիմության եւ անկամության արդյունքում եկեղեցին ծնկի է բերվելու։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025 թվականի մայիսին Հայաստանում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 4.3%-ով։ Հատկապես աճել են սննդամթերքի գները 7.4%-ով, բանջարեղենը թանկացել է գրեթե 30%-ով, իսկ ձուկն ու ծովամթերքը ավելի քան 20%-ով։ Առողջապահության գները աճել են 3.4%-ով, իսկ տրանսպորտի սակագները 4.2%-ով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զանգը տևեց մոտավորապես 1 ժամ 15 րոպե, նշել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ Պուտինի հետ քննարկել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը ռուսական օդանավակայանների վրա, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացված այլ հարձակումները։ Թրամփը շեշտել է, որ բանակցությունները լավ էին, բայց այնպիսի զրույցներ չէին, որոնք կհանգեցնեն անհապաղ խաղաղության։
Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների եւ մագնիսների արտահանման սահմանափակումները սկսել են լուրջ հետևանքներ թողնել գլոբալ ավտոարդյունաբերության վրա։ Եվրոպական մի շարք ավտոմասերի գործարաններ արդեն դադարեցրել են արտադրությունը, իսկ Mercedes-Benz-ը քննարկում է պահուստային լուծումներ խուսափելու նյութական դեֆիցիտից։ Չինաստանը արտադրում է աշխարհի հազվագյուտ մետաղների մոտ 90%-ը։ Դրանք անհրաժեշտ են էլեկտրական մեքենաների, չիպերի, ավիացիայի եւ ռազմական տեխնիկայի արտադրության համար։ Ֆորդի ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ սահմանափակումներն ավելացրել են բյուրոկրատիան, առաջացնելով անորոշություն ամբողջ շղթայում, հայտնում է Reuters-ը։ Եվրոպական մատակարարների ասոցիացիան հայտնում է, որ բազմաթիվ մատակարարներ դիմել են արտասահման արտոնագրի համար, սակայն դրանցից միայն քառորդ մասն է հաստատվել։ BMW-ի մի մասը ազդել է, սակայն գործարանները դեռ աշխատում են։ Mercedes-ը պահուստներ է կազմում հնարավոր ճգնաժամից խուսափելու համար։ Տարբեր երկրներ սկսել են նոր մատակարարման աղբյուրներ փնտրել Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար, սակայն մասնագետները նշում են, առաջիկա 3 տարիներին այլընտրանք չկա, բացի Չինաստանի հետ պայմանավորվածության հասնելուց։ Այժմ քննարկվում է հարցը Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի առաջիկա բանակցությունների օրակարգում։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հունիսի 4-ի ցերեկը 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հունիսի 5-ին 7-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ից 7-ին գիշերը եւ կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի ցերեկը առանձին հատվածներում անձրևները կլինեն հոլդառատ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի եւս 2-ից 3 աստիճանով։ 5-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։